Ժողովուրդ, հանեք նկարները ձեր ինքնակենսագրականից, արդեն ակտուալ չի։ Այսօր խոսելու ենք CV-ի կազմման 5 սխալների մասին։ Եթե ձեր CV-ն այսպիսինն է, ապա առաջարկում եմ փոփոխել այն տեսանյութից հետո։ Երկար CV-ն ոչ ոք չի կարդում։ Երկու էջը լրիվ բավարար է ներկայացնելու ձեր փորձն ու գիտելիքները։ Իսկ եթե ձեր աշխատանքային փորձը ավելին է, քան 20 տարին, ապա առաջարկում եմ ինքնակենսագրականում ներառել վերջին 10 տարվա փորձը, իսկ մնացած տարիները ներկայացրեք բանավոր հարցազրույցի ժամանակ։ Միշտ ստուգեք ձեր ինքնակենսագրականը գործատուին ուղարկելուց առաջ։ Տառասխալները խոսում են անուշադրության մասին և կարող է տպավորություն ստեղծվել, որ դուք ոչ պրոֆեսիոնալ եք։ CV-ն պետք է լինի հստակ, կոկիկ ու թարմացված։ Սխալ և չթարմացված ինֆորմացիան խանգարում է գործատուին և ձեզ հարցազրույցի ժամանակ։ Ցույց տվեք, որ դուք զարգանում եք, օգտագործեք պարզ և ընթեռնելի ձևաչափ, հստակ վերնագրերով, առանց ավելորդ դիզայնի։ Մի սահմանափակվեք միայն փորձով, ասեք ինչ ունակություններ ունեք, ինչ արդյունքներ եք տվել, փորձեք ընդգծել ձեր ձեռքբերումները։ Հենց սա է ցույց տալիս ձեր իրական արժեքը։ Միևնույն CV-ն օգտագործել բոլոր գործատուների համար սխալ է։ Օգտագործեք տարբեր ինքնակենսագրականներ, հարմարեցրեք ձեր ինքնակենսագրականը տվյալ գործատուի պահանջներին և ընդգծեք ձեր ինքնակենսագրականում այն կարևոր հմտությունները, որը փնտրում է գործատուն։ Վստահ եմ, հետևելով տեսանյութի քայլերին դու հաջողելու ես։